Իմ շատ սիրելի հետևորդներին ասում եմ բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, ինչպես եք, ինչպես ա ձեր տրամադրությունը առջևում ամանոր, եկեք ասենք բոլորս էլ խառնենք, չէ, ոնց են ասում, խառնեմ, խառը, ու բոլորս մտածում ենք, ինչ անենք, ոնց անենք, որից ինչ առնեմ, այսօր էլի ուզում եմ իմ գնոմներով կիսվեմ, համ էլ ձեր հետ մի հատ հավեսով նախաճաշեմ, ձերի հետ էլ իմ նախաճաշը ցույց տամ, իմ գնոմների մասին էլ ասեմ։ Մինչ գնոմներին անցնելը, նախորդ վլոգում շատ հարցրել եք, ոնց եմ պահում ապուխտը, փաթաթել եմ, սիրելի հետևորդներ ջան, նայեք, անձեռոցիկի մեջ, երկու կողմից, մեկ, սա էլ երկու, հետո յուղաթղթի մեջ, էսա մի քիչ հետո կհանեմ, տեսքը կտեսնեք, սրանք մի կողմ դնեմ ու կիսվեմ ձեր հետ իմ գնումներով, ուրեմն նախորդ տարին դրան հաջորդող տարին, ոնց ասեմ, խաբվում էի սիրունությանը ու պանրի զանազան տեսականի գնում, որը որ երբեմն չենք էլ ուտում։ Իսկ այս տարի գնել եմ մեր սիրելի, մեր նախընտրած տեսականին։ Ինչ եմ գնել, սա իմ համար նորություն էր, ճիշտ է, ես ինքս էլ կարող պատրաստեմ, ափսոս որ կաթի սեզոնն էր, մի անգամ փորձելու ենք իրար հետ։ Սա Վանաձորի գործարանինն է, կանաչիով պանիր, մտածում եմ համով առնելու, էսա կփորձարկենք։ Սա մեր սովորական չանախ պանիրն է, ես շատ եմ սիրում, Ալեքսը չի սիրում, ովքեր մեզանահիտ Ալեքսեջում են հետևում, իրանք գիտեն, այս մեզ անծանոթ էր, սա փորձարկելու համար եմ առել, այս մյուսները, սիրելի հետևորդներս, ինչ որ ցուցադրում եմ, Ալեքսի նախընտրած պանիրներն եմ առել, տեսավ ու եկավ, բայց թող ինքն անցնի իրա գործին, դուրը լավ փակի, մենք էլ թել պանիր, ասենք որ շատերս ենք, չէ, սիրում և շատ է սիրում լալվար պանիր, ինքը դեղին հալվող ընտիր շատ լավ պանիր է, ես ինքս էլ շատ հավանում եմ, սիրելի հետևորդներս, մի անգամից հանեմ, քանի որ տտրելու եմ, այնպես չի, որ սա հենց հատուկ ամանորի համար է, չէ, օգտվում ենք, ունենում ենք, ուղղակի այս ընթացքում տեսականին մի քիչ ավելի շատ սուլուգունին ինձ թվում է կարիք չունի բացատրելու, որովհետև բոլորս գիտենք և այս պանիրը էլի սուլուգունի ինքը մի քիչ արդեն կլոր տեսքով է, սրանով հավես եռանկյունիներ եմ կտրում, իմ նոր տարվա սեղանին միշտ տեսած կլինեք։ Հիմա եկեք համ կտրենք, համ փորձարկենք, համ մի հատ համով ափսես արկենք, որ ես պատրաստվում եմ նախաճաշեմ, սիրելի հետևորդներս։ Անմիջապես հենց սուլուգունին կտրենք, սա այսպես մի անգամից փակեմ ու կողք դնեմ։ Ինքը ափսեի մեջ շատ էսթետիկ, յուրահատուկ տեսք է ունենում, դե համի մասին էլ ինձ թվում է կարիք չկա ասելու։ Սա այսպես առայժմ ու կարիք չկա ասելու, որ ձեռքերս լվացած մաքուր վիճակում է։ Սա այսպես, սա էլ այսպես, սա մի տեսակ, դե սրան բացելը հեշտից հեշտ է, վախենամ ձեռքերս,
չվնասեմ, մեկ Ալեքսն ասում է, մամա ջան, զգույշ ձեռքերդ չվնասես։ Լավ, պինդել, փաթաթածը։ Գտանք, տեսեք, ինքը թել, ընտիր բանիր, առաջի անգամը չի, որ օգտվում ենք, իմ տղան շատ սիրում է, այսպես, այս մյուսները, այսպես, կփաթաթեմ, ու անմիջապես, մեկ անգամյա սննդային տոպրակի մեջ իրան։ Հերմետիկ կփակեմ, այսպես։ Հաջորդը երկու թելել սուլուգունին այսպես թել կանեմ ու հապա մի տեսեք սրա հետի տարբերությունը, ինչքան ինքը գույնով տարբերա չէ, սա յուղոտ, սա անյուղ, արդեն իսկ պարզ տեսանելի երևաց, սա հետ կողք եմ դնում, եկեք, վակումից փորձեմ հանեմ այս մի կտոր, շատ չեմ ուզում կտրեմ, որ չգիտեմ կհավանենք, թե չէ, տեսքը շատ սիրուն է, համը չգիտեմ, սա էլ անմիջապես, հերմետիկ կփակեմ։ Ուզում եմ կողքից մի փոքր համը տեսնեմ։ Որ ասեմ շատ համովա չէ, 10-ից 6, սա այսպես, այստեղ ինչ եմ անում, չերի լոլիկներ ունեմ, լոլիկներն եմ դնում, հավես պաների ափսա եմ պատրաստում, այստեղ հաճելի ձևով, շարքով, կարգով, խաղողի հատիկների հետ է, ինքը շատ սիրուն ստացվում, բայց այնպես չի, որ տեսքը վատ է, սա էլ և չենք մոռանում, սիրելի հետևորդներս, անձեռացիք, կանաչիները, որ վրայից վերանար և մի բարակ կտորել, սրանից եմ ուզում ընդհանուր կտրել, ահա, սա էլ եմ կողք դնում,
Մյուս կողմից կդնեմ։ Պես։ Սա էլ էսպես։ Հիմա հերթը հասավ ապուխտին։ Տեսեք, ձեր աչքի դերն եմ բացում։ Ապուխտը իմ պատրաստած չի, բայց չորուցամակ մնացել է։ Մինչև ապուխտը կտրել ես, իրելի հետևորդներս, եկեք վարունգի ձողիկներ էլ հա կտրենք, կամ ձողիկներ, կամ այսպիսի տեսքով, տեսնենք ոնց սիրուն կլինի։ Այսպես մեկ սա երկուսն անեմ, որ շատ ժամանակ չվերցնեմ ոչ ձեզնից, ոչ էլ ինձնից։ Այս դեպքում սա էլ կլինի երրորդը։ Ահա։ Մատուցման ափսեից դուրս, էսթետիկ չի նայվում։ Հիմա եկեք մի ծայրից էլ սկսեմ կտրել եմ ապուխտը, տեսնեմ ինչ տեսքի, ինչ հանի ապուխտ եմ առել, քանի տարի ես ինքս չեմ առել ապուխտ, բայց այս տարի արդեն գիտեք դաբաղի պատճառով ինչ արեցի։ Կարծում եմ բավական է, սա էլ հետո տեսեք մեջը չար, ապուխտը, սիրելի հետևորդներս, սա մեր պանրի համեղ ափսեն, սա ինձ պետք կգամ, այս մյուս կողմում բան չեմ ավելացնում, այս համով ափսեն, իհարկե մեր հայկական համով, հոտով համեմը, որ շատ համով կլինի չեմ, բայց եկեք հենց ափսեով էլ կողքը դնենք ու լրացնենք։ Շատ հաճելի է նայվում խաղողի հատիկներով մատուցած պանիրը, բայց քանի որ այս պահին տունը չունեմ խաղող, չի խանգարում հենց այս տարբերակը, վերջի պահին մտափոխվեցի,
Հիմա ինչ կուտեմ ես նախաճաշի սիրելի հետևորդներս իհարկե մի հատ համով հոտով լավաշ, որը որ կկիսեմ պանրի տեսականի այս դեպքում սուլուգունին սրա կողքը պարտադիրից պարտադիր կանաչի կոթերն էլ հետը շատ քիչ ապուխտ եփած ձու որ շատ օգտակար է և անհրաժեշտ սպիտակուցի պաշարը լրացնելու համար որ մի հատ սենց հավեսով կփաթաթեմ, կողք կդնեմ այս ամեն ինչը կհավաքեմ ինձ կմոտեցնեմ իմ փակած խեղցի կոմպոտը նախորոք մաքրել եմ հիմա կարիք չկար ասելու մի հատ բերանը ճիշտ մաքուր է, բայց մի բաժակ յուտ կլցնեմ սերվիները ու կվայելեմ աշխարհի ամենահամեղ բրդուճը ու այստեղ կասեմ վայ չուտողին, վայ համեղ, ընտիր և ախորժելի դե ինչ, այսօրվա իմ տեսանյութն այսքանն էր ձեզ ասում եմ ստեսություն կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով